Նոր կտակարանի ներածություն։ Պողոսի նամակը գաղատացիներին։ Եթե հռոմեացիներին ուղված նամակում Պողոսը համակարգված կերպով բացատրում էր ավետարանը, իսկ կորինթացիներին ուղված նամակներում ուղղում էր եկեղեցու ներքին խնդիրները, ապա գաղատացիներին ուղված նամակում մենք տեսնում ենք բոլորովին այլ իրավիճակ։ Այստեղ վտանգված էր հենց ավետարանի էությունը։ Գաղատիայի եկեղեցիներում հայտնվել էին ուսուցիչներ, որոնք պնդում էին, թե Քրիստոսին հավատալը բավարար չէ փրկության համար։ Նրանք փորձում են քրիստոնյաներին վերադարձնել օրենքի տակ, պահանջելով, որ հեթանոսությունից դարձած հավատացյալները նույնպես ընդունեն հրեական օրենքի ամբողջ համակարգը։ Եվ հենց այս պատճառով գաղատացիներին ուղված նամակը դառնում է Պողոսի ամենակտրուկ եւ ամենախիստ գրություններից մեկը։ Այս նամակում գրեթե չկա երկար նախաբան կամ հանգիստ բացատրություն։ Պողոսը անմիջապես անցնում է խնդրին, որովհետև նրա համար հարցը միայն վարդապետական չէր։ Հարցը սա էր. արդյոք մարդը փրկվում է միայն Քրիստոսի շնորհով, թե նաև օրենքի գործերը կատարելով։ Գաղատացիներին ուղված նամակը ազատության նամակ է։ Այն պաշտպանում է քրիստոնեական ավետարանի սիրտը, որ մարդը արդարանում է հավատով, ոչ թե օրենքի գործերով։ Այս տեսանյութում մենք կքննարկենք, թե ով է նամակի հեղինակը, ինչու է այն համարվում իսկական պողոսյան գրություն, ում է ուղված, երբ եւ որտեղ է գրվել, եւ ինչու է գաղատացիներին ուղված նամակը դարձել քրիստոնեական ազատության ամենակարևոր հռչակումներից մեկը։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Հեղինակը։ Գաղատացիներին ուղված նամակի հեղինակը հստակորեն ներկայացվում է որպես Պողոս առաքյալ։ Սակայն այս նամակում Պողոսի ձայնը հնչում է առանձնահատուկ սրությամբ եւ անհանգստությամբ։ Եթե որոշ նամակներում նա աստիճանաբար է մոտենում գլխավոր հարցին, այստեղ գրեթե անմիջապես անցնում է խնդրին։ Սա ցույց է տալիս, թե Պողոսը որքան լուրջ էր համարում ստեղծված իրավիճակը։ Նրա համար վտանգված էր ոչ թե ինչ-որ երկրորդական հարց, այլ հենց ավետարանի էությունը։ Նամակի ամբողջ ընթացքում զգացվում է Պողոսին բնորոշ ռետորաբանությունը, ուժեղ հակադրություններ, կտրուկ հարցադրումներ, անձնական հիշատակություններ եւ խորը աստվածաբանական հիմնավորում։ Հատկապես կարևոր է, որ այստեղ Պողոսը լայնորեն խոսում է իր առաքելական կոչման մասին։ Նա շեշտում է, որ իր ավետարանը ստացել է ոչ թե մարդկանցից, այլ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ։ Այս շեշտադրումը կապված էր այն հանգամանքի հետ, որ որոշ մարդիկ փորձում են կասկածի տակ դնել նրա առաքելական հեղինակությունը։ Գաղատացիներին ուղված նամակում մենք տեսնում ենք նաև Պողոսի անձնական պատմության կարևոր հատվածներ։ Նրա նախկին կյանքը հուդայականության մեջ, դարձը դեպի Քրիստոս, հանդիպումները Երուսաղեմի առաքյալների հետ եւ նույնիսկ Պետրոսի հետ ունեցած հակասությունը Անտիոքում։ Այս բոլոր դրվագները նամակին տալիս են բացառիկ պատմական եւ անձնական բնույթ։ Սա տեսական աշխատություն չէ, այլ իրական պայքարի մեջ գրված նամակ։ Վաղ եկեղեցին եւս գաղատացիներին ուղված նամակը առանց կասկածի ընդունել է որպես Պողոսյան իսկական գրություն։ Դրա լեզուն, աստվածաբանական թեմաները եւ հռետորական ոճը լիովին համապատասխանում են Պողոսի մյուս անվիճելի նամակներին։ Այսպիսով, գաղատացիներին ուղված նամակում Պողոսը ներկայանում է ոչ միայն որպես ուսուցիչ, այլ որպես ավետարանի պաշտպան, որը պատրաստ է պայքարել, որպեսզի քրիստոնեական ազատությունը չվերածվի նոր ստրկության։ Եվ հենց այդ պատճառով այս նամակը դարձել է նոր կտակարանի ամենաուժեղ հայտարարություններից մեկը շնորհի, հավատքի եւ ազատության մասին։ Վավերականությունը։ Գաղատացիներին ուղված նամակը նոր կտակարանի այն գրքերից է, որի վավերականությունը լայնորեն ընդունված է թե եկեղեցական ավանդության եւ թե ժամանակակից նոր կտակարանյան գիտության մեջ։ Այն դասվում է անվիճելի Պողոսյան նամակների շարքին եւ համարվում է Պողոսի ամենավաղ ու ամենաանձնական գրություններից մեկը։ Նամակի վավերականությունը հաստատվում է ներքին անձնական վկայությամբ, վաղ եկեղեցու հաստատմամբ եւ պատմական ամբողջականությամբ։ Գաղատացիներին ուղված նամակը կրում է Պողոսին բնորոշ բոլոր հատկանիշները, սակայն այստեղ դրանք արտահայտվում են առավել սուր ձևով։ Նամակի Պողոսյան հեղինակության ամենաուժեղ ապացույցներից մեկը դրա խոր անձնական բնույթն է։ Պողոսը պատմում է իր կյանքի կարևոր դրվագները, ինչպես էր նախկինում հալածում եկեղեցում, ինչպես դարձավ Քրիստոսի հետևորդ եւ ինչպես ստացավ իր առաքելական կոչումը։ Նա նաև նկարագրում է իր հարաբերությունները Երուսաղեմի առաքյալների հետ եւ նույնիսկ հիշատակում Պետրոսի հետ ունեցած հակասությունը Անտիոքում։
Այսպիսի անկեղծ եւ երբեմն նույնիսկ վտանգավոր մանրամասները դժվար է պատկերացնել որպես ուշ շրջանի հորինվածք։ Բացի այդ, նամակի լեզուն, հռետորական հարցերը, հակադրությունները եւ օրենքի ու շնորհի թեմաները լիովին համապատասխանում են Պողոսի մյուս նամակներին։ Վաղ եկեղեցին գաղատացիներին ուղված նամակը ճանաչել է որպես Պողոսի իսկական գրություն եւ լայնորեն օգտագործել է այն աստվածաբանական քննարկումների մեջ։ Հովանես Առաքյալի աշակերտ Պողիկարպոս Զմյուրնացին, Իրինեոս Լեոնացին, Կղամես Ալեքսանդրիացին, Օրիգենեսը եւ այլ հայրեր մեջբերումներ են անում այս նամակից որպես հեղինակավոր առաքելական աղբյուր եւ հիշատակում այն որպես Պողոսի գրվածք։ Գաղատացիներին ուղված նամակը առկա է նաեւ մեծ հայտնի ամենահին նոր կտակարանյան կանոնում՝ Մուրատորի կանոնում։ Կարևոր է նաեւ, որ նամակը ճանաչվել է տարբեր եկեղեցական կենտրոններում առանց լուրջ վիճարկումների։ Սա ցույց է տալիս, որ դրա հեղինակությունն ու վավերականությունը հաստատված էին վաղ ժամանակներից։ Գաղատացիներին ուղված նամակը լիովին տեղավորվում է առաջին դարի եկեղեցու իրական պատմական պայքարի մեջ։ Նամակում նկարագրված հիմնական հակամարտությունը, թե արդյոք պետք է հեթանոսությունից դարձած հավատացյալները պահեն հրեական օրենքը, հայտնի է նաև Գործք առաքելոցից եւ վաղ եկեղեցու պատմությունից։ Պողոսի նկարագրած իրավիճակները, ճանապարհորդությունները եւ հարաբերությունները բնականորեն համապատասխանում են նրա միսիոներական գործունեության ընթացքին։ Հետաքրքիր է, որ նույնիսկ ժամանակակից նոր կտակարանյան քննադատական գիտության մեջ գաղատացիներին ուղված նամակը գրեթե համընդհանուր կերպով ընդունվում է որպես իսկական Պողոսյան գրություն։ Դա պայմանավորված է հատկապես նրա անհատական եւ ինքնակենսագրական բնույթով։ Նամակը չափազանց կենթանի եւ կոնկրետ է, որպիսի դիտվի որպես ուշ շրջանի ընդօրինակություն։ Այսպիսով, գաղատացիներին ուղված նամակի վավերականությունը հաստատվում է Պողոսի անձնական եւ պատմական վկայություններով, նրան բնորոշ լեզվով եւ աստվածաբանությամբ, վաղ եկեղեցու միաձայն ընդունմամբ եւ առաջին դարի իրական խնդիրների հետ ամբողջական համապատասխանությամբ։ Սա պարզապես ուսուցողական նամակ չէ, սա պայքարի մեջ ծնված փաստաթուղթ է, գրված մի առաքյալի կողմից, որը պաշտպանում էր ավետարանի սիրտը։ Եվ հենց այս պատճառով գաղատացիներին ուղված նամակը շարունակում է մնալ քրիստոնեական ազատության ամենահզոր հռչակումներից մեկը։ Հասցեատերերը, գրման վայրը եւ տարեթիվը։ Գաղատացիներին ուղված նամակը գրվել է մի իրավիճակում, որտեղ վաղ եկեղեցին կանգնած էր իր ամենակարևոր աստվածաբանական հարցերից մեկի առաջ։ Պետք է արդյոք հեթանոսությունից դարձած հավատացյալները ամբողջությամբ ընդունեն հրեական օրենքը, որպիսի համարվեն Աստծո ժողովրդի լիարժեք անդամներ։ Այս հարցը միայն ծիսական խնդիր չէր։ Այն վերաբերվում էր հենց փրկության բնույթին, եւ հենց այս լարվածության մեջ է ծնվում գաղատացիներին ուղված նամակը։ Նամակը ուղված է Գաղատիայի եկեղեցիներին, սակայն այստեղ սկսվում է կարևոր պատմական հարցը։ Որ Գաղատիայի մասին է խոսքը։ Ուսումնասիրողների շրջանում գոյություն ունեն երկու հիմնական տեսակետեր։ Առաջինը հյուսիսային Գաղատիայի տեսակետն է, համաձայն որի նամակ ուղված էր կենտրոնական Անատոլիայի էթնիկ գաղատացիներին։ Երկրորդը հարավային Գաղատիայի տեսակետն է, որը այսօր լայնորեն ընդունված է ավանդական եւ ժամանակակից գիտական շրջաններում։ Ըստ այս մոտեցման, Պողոսը գրում էր այն եկեղեցիներին, որոնք հիմնադրել էր իր առաջին միսիոներական ճանապարհորդության ընթացքում։ Անտիոքի, Պիսիդիայի, Իկոնիոնի, Լյուստրայի եւ Դերբեի շրջաններում։ Երկրորդ տեսակետը հաճախ դիտվում է առավել հավանական, որովհետև այն ավելի լավ է համապատասխանում Գործք առաքելոցի պատմական տվյալներին եւ Պողոսի միսիոներական ուղիներին։ Սակայն ընդունված է նաեւ առաջին տեսակետը, կապված մի շարք հանգամանքների հետ։ Ինչ էլ լինի ճշգրիտ աշխարհագրական սահմանումը, պարզ է, որ նամակի հասցեատերերը երիտասարդ քրիստոնեական համայնքներ էին, որոնք գտնվում էին ուժեղ ազդեցության տակ այն ուսուցիչների կողմից, որոնք փորձում էին նրանց վերադարձնել օրենքի տակ։ Գաղատացիներին ուղված նամակի գրման վայրը հստակ նշված չէ, սակայն առավել հավանական տարբերակներից են Եփեսոսը, Անտիոքը կամ երբեմն Մակեդոնիայի շրջանը։ Հարավային Գաղատիայի տեսակետին համապատասխան շրջանակներում նախընտրելի է Անտիոքի տարբերակը։ Այդ դեպքում նամակը կարող էր գրվել անմիջապես առաջին միսիոներական ճանապարհորդությունից հետո, երբ արդեն սկսվել են վեճերը օրենքի եւ հեթանոսների հարցի շուրջ։ Իսկ հյուսիսային Գաղատիայի տեսակետի կոնտեքստում, որը իրենից ենթադրում է նամակը որպես ուժ գրություն, առավել հավանական է Եփեսոսի տարբերակը։ Գաղատացիներին ուղված նամակի թվագրությունը մեծապես կախված է նրանից, թե որ Գաղատիայի տեսակետն է ընդունվում։ Եթե ընդունվում է հարավային Գաղատիայի տեսակետը, ապա նամակը կարող է թվագրվել շատ ավելի վաղ, Քրիստոսից հետո մոտ 48-ից 49 թվականներով։
Այս դեպքում այն հավանաբար գրվել է նույնիսկ Երուսաղեմի ժողովից առաջ, ինչը այն կդարձնի նոր կտակարանի ամենավաղ գրություններից մեկը։ Իսկ հյուսիսային գաղաթիայի տեսակետի դեպքում թվագրումը լինում է շատ ավելի ուշ, մոտավորապես Քրիստոսից հետո 57-ից 58 թվականներին, այսինքն արդեն Երուսաղեմի ժողովից հետո։ Երկու տարբերակներն էլ միևնույնը ցույց են տալիս, որ քրիստոնեական հիմնական աստվածաբանական հարցերը քննարկվում են արդեն առաջին սերնդի ներսում, այլ ոչ թե հետագա դարերում, որը կարևոր փաստարկ է հօգուտ քրիստոնեական ուսմունքի ճշգրիտ շարունակականության։ Այսպիսով, գաղատացիներին ուղված նամակը գրվել է Գաղաթիայի երիտասարդ քրիստոնյաների համայնքներին, հավանաբար Անտիոքում, Եփեսոսում կամ Փոքր Ասիայի մեկ այլ կենտրոնում, եւ մեծ հավանականությամբ Քրիստոսից հետո 40-ականներին կամ 50-ականներին։ Սա նամակ է, որը ծնվել է եկեղեցու առաջին մեծ աստվածաբանական պայքարի մեջ, եւ հենց այդ պատճառով այն կրում է այնպիսի ուժ եւ հրատապություն, կարծես գրված լինի ոչ միայն առաջին դարի, այլ յուրաքանչյուր ժամանակի եկեղեցու համար, երբ վտանգվում է ավետարանի ազատությունը։ Գլխավոր ուղերձը, առանձնահատկությունները եւ կառուցվածքը։ Գաղատացիներին ուղված նամակի կենտրոնական ուղերձը կարելի է ձևակերպել այսպես. Մարդը արդարանում է միայն հավատով, Հիսուս Քրիստոսի շնորհով, այլ ոչ թե օրենքի գործերով, եւ քրիստոնեական ազատությունը չպետք է վերածվի նոր ստրկության։ Պողոսի համար սա երկրորդական հարց չէր։ Եթե մարդը փորձում է փրկությունը ձեռք բերել օրենքի միջոցով, ապա խաչը կորցնում է իր իմաստը։ Այդ պատճառով գաղատացիներին ուղված նամակը ոչ միայն ուսուցում է, այլ պայքար ավետարանի մաքրության համար։ Պողոսը ցույց է տալիս, որ օրենքը չէր կարող տալ վերջնական արդարացում։ Այն բացահայտում էր մեղքը, բայց փրկությունը գալիս է միայն Քրիստոսի միջոցով։ Եվ եթե մարդը արդարանում է շնորհով, ապա քրիստոնեական կյանքը պետք է կառուցվի ոչ թե հարկադրանքի, այլ Սուրբ Հոգու առաջնորդության վրա։ Նամակը տարբերվում է նաև մի շարք առանձնահատկություններով։ Գաղատացիներին ուղված նամակի հենց սկզբում Պողոսը գրեթե անմիջապես անցնում է խնդրին, առանց երկար շնորհակալական նախաբանի։ Սա ցույց է տալիս իրավիճակի լրջությունը։ Այս նամակը քրիստոնեական փրկաբանության կամ սոտերոլոգիայի հիմնական տեքստերից մեկն է։ Այստեղ հստակ ձևակերպվում է, որ մարդը արդարանում է ոչ թե օրենքի գործերով, այլ հավատով։ Նամակում Պողոսը մեծ շեշտ է դնում քրիստոնեական ազատության վրա, սակայն նա նաև զգուշացնում է, որ ազատությունը չպետք է վերածվի մեղքի արդարացման։ Գաղատացիներին ուղված նամակի 5-րդ գլխում հակադրվում են մարմնի գործերը եւ Սուրբ Հոգու պտուղները։ Սա ցույց է տալիս, որ իրական քրիստոնեական կյանքը ձևավորվում է ներսից, Սուրբ Հոգու ազդեցությամբ։ Գաղատացիներին ուղված նամակը պարունակում է Պողոսի կյանքի կարևորագույն ինքնակենսագրական հատվածներից մի քանիսը, եւ սա նամակին տալիս է բացառիկ, կենդանի եւ պատմական բնույթ։ Ըստ կառուցվածքի, Պողոս առաքյալի գաղատացիներին ուղված նամակը կարելի է բաժանել 3 մասի։ Մաս առաջին. Պողոսի կոչումը, ավետարանի աստվածային ծագումը, հանդիպումները Երուսաղեմի առաքյալների հետ, Պետրոսի հետ հակասությունը Անտիոքում։ Այս հատվածում Պողոսը պաշտպանում է իր առաքելական հեղինակությունը եւ ցույց է տալիս, որ իր քարոզած ավետարանը գալիս է Քրիստոսից, այլ ոչ թե մարդկանցից։ Մաս երկրորդ. Հավատով արդարացում, Աբրահամի օրինակը, օրենքի նպատակը, որդեգրություն Քրիստոսի միջոցով եւ հակադրություն ստրկության եւ ազատության։ Այս հատվածը նամակի աստվածաբանական կենտրոնն է։ Պողոսը բացատրում է, որ օրենքը ժամանակավոր դեր ուներ, իսկ իրական փրկությունը գալիս է հավատով։ Մաս երրորդ. Քրիստոնեական ազատություն, մարմնի գործերը եւ հոգու պտուղները, սեր եւ ծառայություն, փոխադարձ աջակցություն եւ վերջնական հորդորներ։ Այս վերջին հատվածում Պողոսը ցույց է տալիս, որ ազատություն չի նշանակում անկարգություն։ Իրական ազատությունը դա կյանքն է Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Ամփոփելով, գաղատացիներին ուղված նամակը մեզ հիշեցնում է, որ ավետարանը պարզապես բարոյական համակարգ չէ։ Այն բարի լուր է այն մասին, որ մարդը չի փրկվում սեփական արժանինքներով, այլ Աստծո շնորհով։ Պողոսը պայքարում է, որպեսզի եկեղեցին չվերադառնա ստրկության այն բանից հետո, երբ Քրիստոսը ազատություն է տվել նրան։ Եվ հենց այդ պատճառով այս նամակը շարունակում է մնալ քրիստոնեական ազատության ամենահզոր պաշտպանություններից մեկը, կոչ անելով հավատացյալներին ապրել ոչ թե վախով եւ օրենքի ծանրությամբ, այլ շնորհով, ճշմարտությամբ եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։